Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Որն է ավելի կարևորը։ Կյանքը թե ուդելիքը։ Բնականաբար կյանքը։ Բայց եկեք տեսեք, որ մարդկության մեծ մասը ավելի ուդելիքով է սպառած, քան կյանքով։ Որն է ավելի կարևորը։ Մարմինը թե հագուստը։ Բնականաբար մարմինը, բայց եկեք տեսեք, որ մարդիկ առավելաբար հագուստին ետևեն են, քան մարմնի հոգևոր խնամքին։ Այս մասին Տեր Հիսուս Քրիստոս կսե Մատթեոսի ավետարանի 6-րդ գլխի 25-րդ համարի մեջ։ Հիմա երրորդ հարցումը, որն է ավելի կարևորը։ Հոգին թե ոչ մարմինը։ Անշուշտ հոգին։ Բայց եկեք տեսեք, որ մարդիկ առավելաբար մարմնավոր բաներու ետևեն են, մարմնի ետևեն են։ Այսօր մանավանդ իրենց մարմինը քեղատիգիտական ինչ վիրապուժական գործողությանց ենթարկելով, մարմնի զանազան մասերը ուրեցնելով, գարձելով, որ այդպես ավելի քեղեցիկ պիտի ներկայանան եւ հոգ չդանելով հոգին վրա։ Սիրելիներ, տեսեք, ուդելիքին հոգ կդանենք, հակվելիքին հոգ կդանենք, մարմին հոգ կդանենք, բայց երբ մահանանք, այդ բոլորը պիտի սպարին, երթան։ Այս բոլորը երկրի վրա ժամանակավոր են, մարմինն ալ հող է, հողին պիտի դառնա։ Հոգին է, որ Աստծո դիմաց պիտի կանգնի։ Իսկ ինչպես պիտի կանգնի մեր հոգին, սիրելիներ։ Թևերը, սատանաները, չար ոգիները ամեն օր, սիրելիներ, մեր միտքը գուզեն փագել, որբեսի մենք հոգևորի մասին չմտածենք։ Ահա եկեղեցու սուրբ հայրերը հաստատած են այս 40-օրյա բայեցողության ժամանակը, որ մենք սիրելիներ ընդհանրակ հոգիի մասին մտածենք, մեր հոգիին մասին, մեր հոգվո փրկության մասին մտածենք։ Եվ ասիկա շատ կարևոր է։ Ինչու՞։ Որովհետև Տեր Հիսուս Քրիստոս սիրելիներ գսե Մատթեոսի ավետարանի 16-րդ գլխի 26-րդ համարի մեջ։ Ինչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր հոգին, իր կյանքը գործընծնե, որովհետև ինչ փրկակին պիտի դա իր կյանքը իդ առնելու համար։ Գրնանք բանով մեր կյանքը, մեր հոգին իդ փրկել։ Գապամը ոչ։ Սակայն սիրելիներ, այս կյանքի մեջը ժամանակ, քանի որ թեր ժամանակ ունենք, քանի որ թեր ողջ ենք, քանի որ թեր այս խոսքերը գլսենք, Աստծո խոսքերը, այդ ժամանակ սիրելիներ ժամանակ ունենք մեր հոգին փրկելու։ Ինչպես զղջումով, ապաշխարությամբ, խոստովանությամբ։ Վարք հարանցեն ցեզի պատմեմ հետևյալ սկանչելի պատմությունը, իրական թեփք անշուշտ։ Ժամանակին քինեվաճառ մգար եւ քինեդուն ուներ, քինեդուն բանտոկ ուներ։ Այնտեղ գահավաքվեին ամեն տեսակ մարդիկ, մեղավորներ, փարիներ, չարեր եւ այնտեղ քինարփուկ էր, արբեցողություն, այնտեղ երկու բժշկալի բարեր էին, ամեն տեսակ այլանդակություններ այնտեղ կային։ Գիրագի արավոտը, ուրեմն այս մարդը գիրագի օրով, երբ իր քինեդունը կփանա եւ կսկսին իր սովորական հաջախորդները լեցվիլ, ինք խանութեն եւ դուրս կելե մարան երթալու համար, որբեսի այնտեղեն հավելյալ քինի դիգեր բերե, հանգարց հսկա փոթորիկը կբարձրանա եւ մարդոց աչքին դիմաց այս հզոր փոթորիկը վեր կբարձրացնե այս մարդը քինեվաճառը եւ բարձր հերու դեղեր կդանի։ Այդ ժամանակ մարդը դեսնելով այս բոլորը, որ իր հետ կբադայի կսարսափի եւ իր սարսափի մեջ հետեւյալը գսե. ով Տեր Աստված, ինչ պիտի լա իմ հոգիս հետ։ Ինչ պիտի լա իմ հոգիս։ Այդ ժամանակ թևերը չար ոգիները զինք բաց կթողեն թաշտիմը մեջ հետևյալը ասելով մարդուն, որովհետև մորցար երկրավոր ստացվածքները
եւ մարմինդ եւ միայն հոգիդ համար աղաչեցիր Աստուծո զղջացած սրտով, ահա մենք այլևս չենք կրնար քեզ դանիլ, որովհետեւ Փարսիալը մեզի թույլ չի դար որ մեր գամքը կուվրատ կդարենք, որովհետեւ անիգա զղջացողիդ սիրդին գանչը լսեց եւ եթե այդպես չնեիր քո հոգիդ համար չաղոթեիր այլ միայն մարմնիդ մասին մտածեիր ապա քեզ թժող կդանեինք եւ այդ ժամանակ կսե վարքարանցը մարտին զին կդավ թաշտին մեջ դուն վերադարձավ ահավոր այդ սարսափեն երբ դուրս եկավ զղջաց կոծեց փագեց իր բանթոգը եւ այլևս ոչ խաղ ոչ բար ոչ հայոյություն եւ ոչ շարք կորձեր արդոնեց այլ իր ցանկը ամբողջությամբ փոխվեցավ սիրելի քույրեր եղբայրներ այսօր շատեր այս աշխարհիկ մարմնավոր քինարփուկին մեջ են մարմնական ցևով է որ գաբրին եւ ոչ հոգեվոր ցևով եւ Սուրբ Գիրքը գսե ով որ մարմնավոր ցևով գաբրի մահ բիդի ճաշակե իսկ ով որ հոգեվոր ցևով գաբրի ցանկ բիդի ճաշակե այո սիրելիներ ուրախությունները շատ լավ բան են բայց հայոյություն սանցարցակ խելահեղ բարեր բորդաբարերու մասնակցություն զանազան աղդոտ վայրերու մեջ ներկայություն քիշերային ագումբներ մեղքի վայրեր այդ բոլորը սիրելներ բաժար գլան որ թևերը իրենց զորությունը եւ գամքը մեր վրա բարդատրեն եւ մենք կսկսենք թևերուն պատկանիլ չարվոքիներուն պատկանիլ միշտ երբ մենք մեզ այդ մարմնավոր մեղքերեն հերու կբահենք եւ գաբրինք Աստուծո գամքին համացայն ու կմտածենք մանավանդ մեր հոգիին մասին այդ ժամանակ սիրելներ հոգեվոր ուրախությամբ գաբրինք հերու ամեն տեսակ մարմնավոր մեղքերեն եղբայրներ եւ քույրեր չկա մեկը որ մեղք կործած չէ եւ չկա մեկը անմեղ միայն Տեր Հիսուս Քրիստոս որ մարմնացավ ինքն է անմեղ ամենքս այս կյանքի մեջ մեղավոր ենք հետևաբար բեք ունենք դիրոջ ողորմության Հովանես Արաքյալ իր առաջին Հովանու նամակի առաջին գլխու 9-րդ համարի մեջ կսե Եթե խոստովանենք մեր մեղքերը վստահ եղեք թե Աստված որ արդար է պիտի ներե մեր մեղքերը եւ մեզ պիտի սրբե մեր բոլոր անիրավություններն իսկ նույն նամակի 2-րդ գլխու առաջին երկու համարներու մեջ հետեւյալը կշարունակեսել Արաքյալը Որդիակներս այս բաները կգրեմ ցեզի որբեսի մեղքի մեջ չինակ իսկ եթե ովևէ մեկը մեղքի մեջ ինա հորոքով բարեխոս ունենք միակ արդարը Հիսուս Քրիստոսը անիգա է մեր մեղքերը կավող զոհը որ ինք զինք մատուցանեց մեր մեղքերը սրբելու համար եւ ոչ միայն մեր այլ նաեւ ամբողջ աշխարհի մեղքերը սրբելու համար Սիրելի եղբայրներ եւ քույրեր եկեք այս օրտնյալ շնորհքեն օգտվենք Հիսուսի զոհակորձումը մեր բոլորին համար է իմ մեղքերուս թողության եւ կավության համար է ծեր մեղքերուն համար է եկեք այս բահոց օրերու ընթացքին հերու մնանք հերու բահենք մենք մեզ ամեն տեսակ խրախճանքներեն հաջույքներեն այս աշխարհին մեզի հրամցուցած ցանկություններեն եւ կարողանանք իսկապես սիրելներ հոգեվոր ապաշխարության զղջումի խոստովանության այս հոգեվոր բահերը ապրելով կարողանանք սիրելներ ցերպազադիլ բոլոր մարմնավոր մեղքերեն եւ մեր հոգին զորացնելով հավիտենական կյանքին արժանի լինել հիշենք այս քինեվաճարին կյանքը ինչպես չարվոքիները զինք փարսացուցին մարդոց աչքին անիկա փոթորիկ երևցավ բայց իրականության մեջ չարվոքիներն է որ զինք արին է փարսացուցին որբեսի թժող տանեին բայց քանի որ ինք իր հոգին համար աղաղագեց որ դեր ինչ պիտի լայմ հոգիս չգրցան թևերը շարունակել ճամփան Սիրելներ այսօր թևերը չարվոքիները որքան մարդոց հոգիները թեպի թժողքի ջամփու մեջ արդեն գտանին
Եթե բահմը գանքնենք սիրելներ եւ ասենք դեր ինչ պիտի լայմ հոգիս։ Բացի մոքի աչքերս որ դեսնեմ եւ սիրելներ թժողքի արհավիրքը տանչանքներու այդ ահավոր մտածումներ որ մենք եթե ունենանք այս կյանքի մեջ ապա հերու կմնանք այդ բոլոր մեղքերեն եւ Քրիստոսի մեզի ցուցաբերած սիրովը կմակրվինք ու Աստուծո ջամփու մեջ կգանենք հետևաբար եկեք սատանայի թևերու այս ընթացքը արաքընթացը գասեցնենք մեր զղջումով մեր ապաշխարությամբ որբեսի մեզ թողեն հերանան եւ մենք կարողանանք Քրիստոսով նորոգված Աստուծո օրհնյալ զավակներ լինել Աստված ցես արադաբես թողորտնե բարի եւ օրհնյալ օր ծեր բոլորին